Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Աշխարհաքաղաքականության ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Արայիկ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Պարոն Սարգսյան, այդուամենայնիվ մեր շատ քաղաքագետներ հայտարարում են, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտականությունները եւ Հայաստանը սկսել է փնտրել նոր դաշնակիցներ։ Կխնդրեմ նախ մեկնաբանել Սերգեյ Շոյգուի հայտարարությունը եւ անդրադառնանք, այսպես ասած, հայ-ռուսական հարաբերություններին հենց այս համատեքստում։ Շնորհակալություն հրավերքի համար։ Սերգեյ Կոժուգետովիչ Շոյգուն ունի լրջագույն խնդիր, անձնական խնդիր։ Իր բոլոր տեղակալները 7 տեղակալ կոռուպցիոն սկանդալների պատճառով գտնում են բանտում։ Ինքը ոչ։ Սկսենք այդտեղից։ Իր արժև դրված հանձնարարական հետևյալն է. Հայաստանը ամեն գնով ներքաշել Ռուսաստան-Հայաստան հիբրիդային պատերազմի դաշտ։ Այսինքն օգտվելով Հայաստանի ընտրական գործընթացներից շահարկել Ռուսաստանում բնակվող եւ ժամանակավորապես աշխատանքային միգրանտի կարգավիճակ ունեցող հայերի ֆակտորը օգտագործելու համար Հայաստանում ընտրական process-ին որպես ազդեցության գործիք։ Բացի Սերգեյ Շոյգուից երեք եւ նախորդ օրը այդ չեմ վախենում այդ բառից հիբրիդային պատերազմին լծվել է նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Կարծես Մեդվեդևին արանքից հեռացրել են հաշվի առնելով նրա ոչ ստապ հաճախ վիճակը եւ process-ը հայ-ռուսական հարաբերությունների վատ թարացման դրված է այս երկու անձանց վրա։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառը պատասխանատու հայտարարում են ոչ թե Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններ Եվրոպական խորհրդում հյուսիսից հիբրիդային պատերազմի հնարավոր վտանգի մասին, այլ իրականում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ձևավորված խումբն է։ Նախորդ տարի մեր ակադեմիայի 100% ինֆորմացիայի համաձայն Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ձևավորվել է խումբ, որոնք պետք է լծվեն Հայաստանում ընտրությունների անցկացմանը եւ իրենց կողմից կառավարվող ուժերին Հայաստանում իշխանության բերելուն։ Այսինքն 3 ֆակտոր. Ա. Ֆինանսներ, հատկացված պաշտոնապես հայտարարում եմ 180 միլիոն դոլար է հատկացված Հայաստանում պրո-ռուսական կուսակցությունների խորհրդարանական ընտրություններում անցկացման ֆինանսավորման համար։ Բ. Ձևավորված է աշխատանքային խումբ նախկին որոշ ուժային կառույցների գեներալի 3 գեներալ է մասնակցում հայկական ուղղությամբ եւ այդ թվում նաեւ հայերեն տիրապետող Սերգեյ ներողություն Վլադիմիրովիչ Կիրիենկոյի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի առաջի տեղակալի անմիջական ղեկավարությամբ։ Գումարը հատկացված է, գումարի ահռելի մասը մնում է Ռուսաստանում, Հայաստանում այն ուժերը, որոնք ակնկալում էին, որ այդ գումարը կգա Հայաստան իրենց համար, քաղաքական արշավների գումարի ահռելի մասը մնացել է հենց Ռուսաստանում, ֆինանսավորվում է վերոհիշյալ կառույցը եւ համապատասխան ինֆորմացիոն ֆոնի ապահովելու համար գումար ինստրուկցիա հատկացում է առանցին գերատեսչություններին, արտաքին գործերի նախարարություն, անվտանգության խորհուրդ եւ շատ շուտով դուք կլսեք եւս մեկ կառույց, ես կարծում եմ դա լինելու է արտաքին հետախուզությունը, որը հանկարծ մի սենսացիոն հայտարարություն առաջիկայում կանի Հայաստանի հետ կապված։ Պարոն Սարգսյան, ճիշտ եմ հասկանում, որովհետև ինֆորմացիան այնքան շատ էր, որ սկսեցի, այսպես ասած, մի փոքր խառնել իրադարձությունները։ Այսինքն Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ձևավորվել է խումբ, ինչպես դուք եք ասում, որը զբաղվում է, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացմամբ եւ պրոռուսական ուժերին Հայաստանում իշխանություն բերելու գործընթացով։ Ճիշտ այդպես։ Եվ ինչպես դուք եք ասում, 180 միլիոն դոլար է հատկացված Մոսկվայի կողմից Հայաստանում պրոռուսական ուժերին Հայաստանում իշխանություն բերելու համար։ Այո։
Այսինքն պրոռուսական ուժերը մենք գիտենք որոնք են։ Պարոն Պուտինն էլ գիտի։ Պարոն Պուտինը պարոն Փաշինյանի հետ հանդիպան ժամանակ, եթե չեմ սխալվում, ապրիլն էր, թե մարտը երբ հանդիպեցին Կրեմլում, հա, պարոն Փաշինյանը ինքը բացահայտ ասեց, եւ պրոռուսական կուսակցությունների Հայաստանում ընտրության մասնակցության եւ Ռուսաստանի անձնագրով քաղաքացուն Հայաստանի ընտրության Դե այդ մասնակցության։ ժամանակ ասեց ես չեմ ուզում միջամտել ձեր գործերին, դա Հայաստանի ներքին գործն է, այդպիսի ձևակերպում արեց իհարկե, բայց այդ հայտարարությունը ակնհայտ միջամտություն էր, երբ դժգոհեց, որ Հայաստանում կան ռուսամետ ուժեր, որոնք անազատության մեջ են, ուժերի ներկայացուցիչներ, ղեկավարներ, որոնք անազատության մեջ են եւ ցանկալի կլիներ, որ այդ ուժերին հնարավորություն ստեղծվեր մասնակցելու Հայաստանի ներքին այդ քաղաքական գործընթացներին, այդ թվում մասնակցել ընտրություններին։ Հիշում եք այդ հայտարարությունը։ Ես բառացի նույնիսկ 5 անգամ նայել եմ։ Ես ուղղակի ելնելով մեր ակադեմիայի ուղղակի մասնագիտական շփումներից տարբեր դեսպանատների հետ այդ հանդիպումից հետո մի քանի տարբեր դեսպանատների բարձրագույն դեսպանական կոչումն, այսինքն դեսպանատան աշխատողների հետ քննարկել ենք այդ հարցը։ Բոլորը զարմացած են, ինչպես կարելի է օտար պետության ղեկավարը իրեն թույլ տալ նման ձևով, բացահայտ ձևով մասնակցել կամ մտնել մյուս պետության ընտրական գործընթացի մեջ։ Դուք կարող եք ինձ ցույց տալ մեկ այլ պետության ղեկավար, որը ունի իր աշխարհաքաղաքական շահերը բացի Ռուսաստանից, իդեպ Հարավային Կովկասում եւ Հայաստանում աշխարհաքաղաքական շահեր ունեն եւ Չինաստանը, եւ Պարսկաստանը, Իրանը, եւ Արևմուտքը, եւ Միացյալ Նահանգները։ Դուք կարող եք պատկերացնել պարոն Թրամփը, որ իրեն կարող է շատ բան թույլ տալ, հանկարծ ասի, ինչու պրո-ամերիկյան կուսակցությունները կամ Ամերիկայի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող մասնակցել կամ եւ այլն։ Այդպիսի բացահայտ միջամտում օտար այն էլ դաշնակից պետության ներքին գործերին, սա կարելի է մեկ բառով ասել մեծապետական ռուսական շովինիզմի մնացուկ է, որը գալիս է դեռևս իներցիայով ցարական Ռուսաստան խորհրդային միության գոյության տարիներից։ Ցավոք սրտի սա փաստ է։ Ես ուղղակի վստահ եմ, որ այս ամենը շատ շուտով կավարտվի, ուղղակի կավարտվի։ Թե ինչպես կավարտվի դա հետագայում կհարցնեմ ձեզ, բայց տեսեք, մենք գիտենք, որոնք են ռուսամետ ուժերը Հայաստանում, մեր հասարակությունը շատ լավ գիտի։ Հիմա մենք ուզում ենք ասել, որ այդ, ինչպես դուք եք ասում, այդ 180 միլիոնը տրամադրվել է հենց այդ ուժերին։ Ոչ, ես այդպեսի բան չասեցի, նորից ուշադիր լսեք։ Նիկոլայ ջան, գումարի մեծ մասը Ռուսաստանում է։ Այո, այսինքն նույնիսկ դա չեն տվել։ Հիմա Սերգեյ Կոժուգետովիչ Շոյգուն կամ այդ ադմինիստրացիան, որը երեք կեղծ տվյալներ հրապարակեցին Հայաստանին Ռուսաստանից նախորդ տարի մուտք արված գումարների մասին, դրանով ուզում են ցույց տան, թե իբր Հայաստանը եւ հայ ժողովուրդը ապրում է Ռուսաստանի հաշվին։ Այսինքն դա ինֆորմացիոն պատերազմի համար է։ Լծված են մարդիկ, ստանում են ահռելի գումարներ։ Ես կարող եմ ասել մեկ այլ մի խոսքով մեկ այլ մեր էջում կա այդ մասին, կարող եք, այսինքն դուք երևի նայել եք, երբ որ հիշում եք եվրոպական այդ գագաթողոժողովի ժամանակ անմիջապես ինչպիսի հակահայ, այսպես ասենք, բացահայտ քաղաքականություն վարվեց ռուսական պետական հերոստատեսությամբ Կրեմլի կողմից կառավարվող քաղաքական գործիչների, քաղաքտեխնոլոգների եւ падգամավորների կողմից, նույնիսկ փոխվարչապետի մակարդակով։ Սա պետական քաղաքականություն է։ Ես ուզում եմ մի անգամ էլ հասկացնել բոլորին եւ պրոռուսական ուժերին։ Դա իրենց իրավունքն է, ինչ պրոյություն ուզում են ընտրեն, պրո-ամերիկյան, պրո-թուրքական, պրո-ռուսական, դա իրենց խնդիրն է։ Ընտրելու է ժողովուրդը վերջին հաշվով։ Սակայն բոլորը հասկանան, որ սա մեր պետության անվտանգության համար մեկ խնդիրն է։ Չմոռանանք, ցավոք սրտի, ընտրությունները, որ հիմա մեր մոտ կայանում են, մեր ազգը անցավ մի ծանր էտապ։ 1999 թվական նույն իրավիճակներ, նույն համայնա իրավիճակներ, ներքաղաքական լարվածության, անպատասխանատու հայտարարությունների հաշվեհարդարներ տեսնելու, որ հիմա մենք էլ ենք տեսնում հակառակ կողմից
ժողովրդի, անկախ դիտորդների, փորձագետների հասցեին խոսում են մասին, այո, որ մենք վտանգի առաջ ենք հիմա կանգնած, ցավոք սրտի եմ սա ասում։ Այսինքն կմանրամասնեք ավելի։ Իմպերիան, ռուսական փորձ կանի, ինչպես կասեր մեծն Ժիրինովսկին, վերջի ցածկը դեպի հարավ։ Օրինակ, ինչպես։ Նախ ամենակարևորը մենք չենք բացառում մեր գնահատմամբ, մեր տեսակետից, որ հնարավորեն որոշակի մեղմ եմ ուզում ասեմ, ճիշտ է, ահաբեկչական գործողություններ, պարզ եմ ասում, լավ, բացահայտ եմ ասում։ Հայաստանի ներսում Այո, Հայաստանի ներսում։ Ռուսաստանը 3 արտաքին գործերի նախարարության մակարդակով հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջեւ։ Ես 3 իմ եթերում ասեցի, որ Չինաստանում ստորագրվել է հուշագիր Սի Ցզինպինի եւ Պուտինի միջեւ, որի երկրորդ կետում հստակ ֆիքսված է, որ այլևս պետք է դադարեցնել փոքր պետությունների, փոքր ազգերի, փոքր քաղաքակրթությունների նկատմամբ մեծապետական քաղաքականությունը, բացահայտ, որի տակ ստորագրված է նաև պարոն Պուտինի կողմից, շնորհիվ Չինաստանի իդեպ։ Ես կարծում եմ դեռ ռուսները իներցիոն ձևով շարունակում են մեզ, հայերին, Հայաստանը, Կովկասը, Միջին Ասիան, Ուկրաինան, Մոլդովան ընկալել որպես վաղուց արդեն գոյություն չունեցող իմպերիայի մաս։ Եվ նրանք ամեն ինչի ընդունակ են Հայաստանը պահել Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերահսկողության տակ բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով։ Պարոն Սարգսյան, դուք ասացիք, որ Ռուսաստանը կփորձի Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնել, բայց այս դեպքում կարևոր է նաև դա ում միջոցով։ Ես չգիտեմ։ Դա դիմեք Հայաստանի հատուկ ծառայությունների։ Դրա համար կան մարդիկ, ցանկացած գործողություն պետք է կանխարգելել։ Եթե դուք հետևում եք, ես վստահ եմ, դուք հետևում եք Հայաստանի մաս մեդիայում այս ձերբակալությունների մասին, վարչապետի մակարդակով դիմակավոր մարդկանց մասին, դա ինչ է։ Դա իրենից ինչ է ներկայացնում։ Այսինքն դա իրենից ինչ է ներկայացնում։ Ահաբեկչությունը պոզով կներեք։ Դա փորձեցին կներեք հասարակությունը Հայաստանի համապատասխան ծառայությունները պատրաստ են դիմակայել, դա փորձ էր։ Թե հետևականջի կգցեն, կձևակերպեն որպես նախընտրական քարոզարշավի մի հատված։ Սա լրջագույն պահ է մեր ազգի, մեր պետության, դրա համար եմ այստեղ հարգելով նաև ձեզ, ձեր լսարանը, որպեսզի ես ասեմ, որ ժողովուրդ, սիրելիներս, պետք է իսկապես հստակ հասկանալ, սա ընտրություն չի պատգամավորների միայն։ Ցավոք սրտի, այստեղ կա նաև Հայաստանի որոշ ուժերի եւ քաղաքական կառույցների պետական սխալը, երբ որ հրապարակայնեցվեց հիբրիդային պատերազմ հասկացողությունը, ես մի քանի անգամ խնդրեցի, պետք չի հրապարակայնեցնել եւ վերածել ընտրությունները հիբրիդային պատերազմի, այսինքն Հայաստանը պետք չէր վերածել հիբրիդային պատերազմի թատերաբեմի, իսկ դա երազում է Ռուսաստանը։ Ռուսաստանը ունի մեկ կրվան, էֆեկտիվ գործիք ներկայիս աշխարհում։ Դա պատերազմն է։ Ինքը չունի այլևս որևէ լուրջ աշխարհաքաղաքական գործիքակազմ սովետական կամ նույնիսկ ներկայիս Ռուսաստանի որպես գերտերություն շահերը պաշտպանելու բացի բանակից։ Նրանց երազանքն էր։ Հիմա նրանք ամեն ինչի ընդունակ են։ Հիմա չեք երեկվա եւ դուք ճիշտ նկատեցիք եւ Շոյգուի եւ Լավրովի եւ եւս շատ շուտով կլսեք արտաքին հետախուզության կողմից տարված հայտարարությունը, նրանք ցանկանում են Հայաստանին տանել այն դաշտը, որտեղ իրենք հիանալի են աշխատում, այսինքն այնպես ինչպես ձուկը ջրում, այսինքն մեզ ներքաշում են դեպի մի դաշտ, որը մերը չի։ Շոյգուի հայտարարության մեջ կա նաև այսպիսի մի հատված, երբ հարցրել են իսկ ինչ կարող է կորցնել Հայաստանը, նա ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ եւ բենզին շուկայական գներից 3 անգամ ցածր գներով։
մեր երկիրն առաջին տեղում է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով, ասել են, այստեղ արդեն սպառնալիք տեսնում եք, թե չէ, եթե հաշվի առնենք, որ որոշ ապրանքների դեպքում մենք տեսանք, որ կարծես թե ճնշում են փորձում գործադրել գործարարների վրա, այնտեղ ջերմուկի խնդիրներ, Wildberries-ի։ Ես կարող եմ մենակ մի բան ասել։ Ես նայել եմ թվերը։ Թվերը իրականությանը նախ չի համապատասխանում։ Մեկ։ Եվ երկրորդը, եւ ամենակարևորը, որ հասարակ սովորական ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում ընկալեն մի բան։ Հայ ժողովուրդը երբեք իր հացը, որը մենք ստանում ենք ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից, կոնկրետ ցորենը, չենք ուտում անվճար։ Գազը մենք չենք ստանում անվճար։ 3 անգամ թանկ ենք վճարում նույն հացահատիկի համար։ Եթե մենք Ուկրաինայից ունենայինք հնարավորություն հացահատիկ ներկրելու, ես ես պատասխանատու հայտարարում եմ ցորենի գինը Հայաստանում, եթե իհարկե տեղական կներեք գործարար մաֆիան չբարձրացներ, այնպես ինչպես հիմա օգտվում է առիթից ներքին շուկայում մի շարք ապրանքատեսակների գներ են բարձրացել, հաշվի առնելով վարչապետը արձակուրդում է, հետևող չկա եւ այլն, ճիշտը ասենք, ապա մենք Ուկրաինայից շատ ավելի էժան կգնենք ցորենը։ Մենք նույն գազը կարող ենք եւ Պարսկաստանից գնել ավելի էժան եւ Թուրքմենիայից ավելի էժան։ Այստեղ խնդիրը մատուցման ձևն է, որ նման հայտարարություն անում է անվտանգության խորհրդի քարտուղարը մանիպուլատիվ ձևով ցույց տալով կամ հասկացնելով, թե հայ ժողովուրդը սնվում է Ռուսաստանի հաշվին։ Չկա այդպիսի բան բացարձակապես։ Գազը Հայաստանում 1000 խորանարդ մետրը Եվրոպայից թանկ է, եվրոպական շուկայից։ $330 1000 խորանարդ մետրը։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն տպավորությունն է ըստ պարոնի հայտարարության, որ դուք մեջ բերեցիք, թե իբր մենք սնվում ապրում ենք Ռուսաստանի հաշվին։ Մենք վճարել ենք 330,000 հայ մարտիկների կյանքը երկրորդ համաշխարհային պատերազմում, որ ռուսները այսօր խոսեն ռուսերեն։ Ես մեկտեղ ասեցի, հիմա կրկնեմ ձեր մոտ, խնդրում եմ, սա չկրճատեք ուղակի։ Եթե չլինեին հայ զորավարները, հայ զինվորը, ռուսները հիմա Մոսկվայում խոսելու են գերմաներեն։ Եթե նրանք դա էլ չեն գնահատում, ես գիտեմ, նրանք դա չեն գնահատում։ Դրա համար նման ձևով իրենք կարող են իրենց մեծապետական շովինիզմը տարածել Հայաստանում։ Չի ստացվի, ուղղակի ես վստահ եմ, որ չի ստացվի, որքան էլ նրանք գնան բոլոր ծայրահեղ միջոցների։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Սարգսյան, այսինքն ինչ է կարծում, ամեն դեպքում, ինչպես արդեն դուք նշեցիք, ընտրությունները շատ կարևոր են հունիսի 7-ին, շատ կարևոր նշանակություն ունեն մեր այս տարվա ընտրությունները, եւ կարծում եք, որ Ռուսաստանը կփորձի ավելի լարել հարաբերությունները, հայ-ռուսական հարաբերությունները, որովհետեւ դուք արդեն մի քանի կարևոր շեշտադրում արեցիք, այդ թվում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին, եւ կփորձի տնտեսական, այսպես ասած, մեր արտադրողների նկատմամբ ճնշումներ գործադրել, գուցե դիմի ավելի կոշտ միջոցների։ Լսեք, բառի բուն իմաստով պարոն Պուտինը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին, որը սպասվում է բառի բուն իմաստով 1 շաբաթից, պետք է դրվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության մնալ չմնալու հարցը։ Սա միջազգային ցանկացած նորմի իրավունքի կոպտագույն խախտում է, քանզի պարոն Պուտինը պատկերացում անգամ չունի Եվրասիական տնտեսական միության կանոնադրության մասին։ Եթե նա իմանար կանոնադրությունը, որ այնտեղ բոլոր հարցերը լուծվում են կոնսենսուսով, այսինքն առանց Հայաստանի կողմ քվեարկելու որևէ մի պետություն չի կարող Հայաստանին դուրս թողնել Եվրասիական տնտեսական միությունից։ Սա հասկանում եք բացահայտ ձևով, ով որ մակարդակի չինովնիկ կարողանում է հիմա հակահայկական մեծագույն ճնշում է գործադրում։ Միգուցե նրանք դրանով մտածում են, պաշտպանում են իրենց պրոռուսական ուժերին Հայաստանում, ժողովրդի լեզվով ասած, մենք ձեր մեջքին կանգնած ենք, վերջի զարկը տվեք, մոտավորապես նման ձևաչափով, սակայն նրանք, ես կարծում եմ, ես ենթադրում եմ, ես վստահ եմ, Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը ինքը ապագա չունի։ Դա ապացուցվեց բառի բուն իմաստով 3 Չինաստանում, երբ որ Ռուսաստանին պարզ բացահայտ ձևով հայտարարեցին ուկրաինական պատերազմը պետք է լուծվի ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն երկրների սահմանների անխախտելիության պայմանով։
բացահայտ կա, այդ մասին հիմա բոլորը լռում են։ Այսինքն ռուսները իրականում իրենք խնդիր ունեն, լրջագույն խնդիր ունեն։ Թող ես խորհուրդ կտամ ուղղակի մեր Հայաստանի հատկապես պետական այրերին չարձագանքել։ Մենք կարող ենք, մենք ազատ լրագրող ենք, ազատ գիտնական ենք, մենք իրավունք ունենք քննարկել, քննադատել, ճիշտ ասել, ոչ ճիշտ ասել, մեր տեսակետը արտահայտել, սակայն պետական ես խորհուրդ կտամ առաջիկա 10-15 օրերին չմտնել Շոյգուների, Լավրովների, Նարիշկիների, տեսեք Մաշան այլևս չկա, որտեվ Մաշայի դոզան քիչ է Զախարովայի։ Հասկանում եք, արդեն իրանք բարձրացրել են ամենաբարձր մակարդակի, որտեվ իրանք հասկանում են ձախողված է իրանք քաղաքականությունը Հայաստանում։ Դրա համար խորհուրդ կտամ, ուղղակի իմ խորհուրդը, որպեսզի մի օգուտ տայի այսօրվա եթերով, չմտնել այդ դաշտը։ Իրանք հիմա մեզ քաշում են, մեր պետական այրերին մի դաշտ, որտեղ իրանք մեզ կջախջախեն։ Որտեղ հաջորդիվ կլինի, այ տեսեք, եթե դուք սենց պահեցիք, մենք գազամուղը կարգելափակենք, իսկ մենք դա տեսել ենք։ 90-ականներին բոլորը հիանալի հասկանում են, Հայաստան մտնող գազատարը արհեստականորեն պայթեցվում էր, ու մինչև հիմա բացահայտված չի ում կողմից էր այդ դիվերսիան։ Ես վստահ չեմ, որ դա Ադրբեջանի կողմից էր։ 30-35 տարի դրված է Հայաստանի գաղութացման ռուսական քաղաքականությունը, ցավոք սրտի օգտագործելով նաև Արցախի արդար մեր պայքարը։ Սա է մեր ողբերգությունը, շարքելով մեր ազգի մաքուր սուրբ զգացմունքների վրա իրենք իրենց մութ գործերն են ցանկանում տանել առաջ։ Չի ստացվի, հաղթելու ենք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Աշխարհաքաղաքականության ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Արայիկ Սարգսյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։